Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է բոլոր նրանց, ովքեր միշտ մեզ հետ են մեր կողքին։ Պիտի ասեմ, որ շաբաթօրյա մեր հաղորդումները նույնպես շատ առանձին այսպես հետաքրքրությամբ են սպասվում եւ պատահական չէ, որ մենք այդ օրերին աշխատում ենք տաղավար հրավիրել մարդկանց, ովքեր իսկապես ասելիք ունեն։ Իսկ ամեն անգամ, երբ մեր տաղավար է գալիս մեր հայտնի իրավապաշտպան փաստաբան Լևոն Բաղդասարյանը ունկնդիրների հետաքրքրությունը կրկնապատկում է նախ բարի գալուստ պարոն Բաղդասարյան ասեմ որ ձեր մուտքը Փակ TV ամեն անգամ սկսում են ասոցացնել վերջին հետաքրքիր ամենաճշմարտացի նորությունը կապված Վարդան Ղուկասյանի հետ որտեղ ես գիտեմ որ դու փաստաբանը լինելուց բացի դուք միշտ աշխատում եք ասել այն ինչ իրականում կա այլ ոչ թե զարդարել գեղեցկացնել ինչպես որոշ հերոստա ալիքներ կամ մեդիաներ, որոնք ասում են քիչ առաջ, մի ժամ առաջ, 10 րոպե առաջ, 10 րոպե հետո Վարդան Ղուկասյանը դուրս է գալու բանտից։ Ապուշություններ, որոնց չափ ու սահման չկա։ Լավ, մենք գիտենք, որ մայիսի 28-ին տեղի է ունենալու Վարդան Ղուկասյանի դատավարությունը եւ իհարկե ամենավերջին թարմ նորություններն ուզում ենք ձեզանից ստանալ։ Շնորհակալություն, պարոն Շենրավերի համար։ Ինձ եւս աճախ են հարցնում ինչ է ակնկալում դատանից, ինչ պետք է անի դատանը, կարճ ասեմ ակնկալում եմ արդարադատություն։ Նաեւ ուշադրություն դարձրեք նախորդ նիստը ապրիլի 24-ին էր, այս նիստը մայիսի 28-ին։ Ասում եմ կյանքում հենց այնպես ոչ մի բաներ չեն լինում, ամենայն դեպս մայիսի 28-ը նա մեր վերականգնված անկախության օրն է, այսպես ասած նշում ենք Հուսանք, որ մայիսի 28-ին դատական լսումների արդյունքում կգնան օբյեկտիվ լսումներ եւ կիրականացնի դատանի կողմից արդարադատություն։ Ես երկու բառով պարոն Օշյան կուզենամ անդրադառնամ հետեւյալ այդ դատապրոցեսի հետ կապված մի կարևոր հանգամանքի, ես գիտեք, որ քննվելու է նաև Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի այն է դատախազության կողմից ներկայացված դիմումը եւ այդ դիմի շրջանակում ինչպես պաշտպանական կողմը պետական լիազոր մարմինը եւս ներկայացնում է անպատասխան ապացույցներ եւ այս ընթացքում արձանագրել են որ պետական լիազոր մարմինը ժողովրդի լեզվով ասած հարվածեց գոտկատեղից ներքև ինչ է դա իրանից նշանակում է այն որ ներկայացրել է որպեսզի ներկայացնի Վարդան Ղուկասյանի այսպես ասած մեղմ ասած բացական կերպարը ներկայացրել է նկարներ որտեղ երեխաների նկարներ են եւ մեղադրում են Վարդան Ղուկասյանին երեխաների նկարները տարածելու մեջ մասնավորապես խոսքը վերաբերում է Գրիշի Անդրոյցյունը այն դեպքին երբ մայր կոչված կերպը այսպես ասած հարկադրել էր իր երեխաներին զբաղվել այսպես ասած մեղմ ասած սեքսով եւ հարկադրել էր միմյանց նկատմամբ տարբեր պոռնոգրաֆիկ գործառույթներ իրականացնել եւ Վարդան Ղուկասյանը այն անձն էր, որ եւ դա եղել էր տևական ժամանակ եւ երբ դրա մասին տեղեկացնում են Վարդան Ղուկասյանը հայտարարում է եթերով եւ հայտարարություն է տալիս հանցագործության մասին, միևնույն ժամանակ նաեւ ժամկետ է տալիս պետական լիազոր մարմիններին արագ գործողություն իրականացնել։ Եվ բացառապես Վարդանի այդ հանցագործության մասին հայտարարություն տալուց հետո երեխաների մորը ձերբակալում են, այնուհետև կալանավորում են, երեխաների հետ աշխատում է հոգեբան, այսինքն բացառապես Վարդան Ղուկասյանն էր, որի հայտարարությունից հետո լիազոր մարմինները զբաղվեցին։ Եվ հիմա Հայաստանի պետական լիազոր մարմնի դեմս ասած դատախազության վերցնում այդ նկարները ուղարկում է Միացյալ Նահանգների դատարանին փորձելով ցույց տալ, որ Վարդան Ղուկասյանը պոռնոգրաֆիկ նկարներ է տարածում։ Գիտեք, լոկալ առումով միգուցե դա որոշակի էֆեկտ կարող է այսպես ասած ցույց տալ, բայց գլոբալ առումով չմոռանանք, որ Ամերիկան դա գերազոր դատական համակարգ ունի եւ ամենը որոշակի դատալուսման ընթացքում ապացուցվելու է այն հանգամանքը, որ Վարդան Ղուկասյանը ոչ թե պոռնոգրաֆիկ նկարներ երեխաների տարածեց, այլ Վարդան Ղուկասյանը
հաշվի առնելով որ պետական լիազոր մարմինները մեղմ ասած անգործության են մատնված, բացառապես վերջինիս հայտարարության հիմքով հարուսվեց քրեական նախաձեռնվեց քրեական վարույթ։ Գիտեք, մեր հայաստանյան ներպետական ատյաններում եւս նման որոշ ժամանակ շատ հաճախ մանիպուլյատիվ գործառույթներ իրականացնում է դատախազությունը, այսինքն ֆոն ստեղծելու համար դատավորների առաջ կվերկեն, ասենք ինչ-որ մի բան կհայտարարի, որպեսզի ներքին համոզմունք ձևավորի, բայց որոշ գործառույթ իրականացնելուց հետո բնականաբար դատան պայմանական իրավունքի գնահատականը տալիս է։ Այս դեպքում եւս դատանը վստահ եմ կտա իրավունքի գնահատականը, բայց ցանկալի չի, որ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կարծիք ձևավորվի, որտեղ այստեղ ոչ թե նկատի ունեն, որ դատախազությունը, այլ նկատի ունեն Հայաստանի Հանրապետությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության իմիջն է։ Ես բազմիցս արձանագրել եմ այս գործով, որ ժամկետանց դիմում է այսօր փորձում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը եւ ես առիթ եղել եմ նաեւ հրապարակային դրա մասին բարձրաձայնել եմ եւ առաջարկել եմ բարձր դրանը, որպեսզի ուշադրություն դարձնի դրան։ Հիմա եւս առաջարկում եմ բարձր դրանը ուշադրություն դարձնի այն ապացույցին, որը որ ներկայացրել են Միացյալ Նահանգների դատարանին եւ այդ ապացույցի գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ըստ էության կարծիք ձևավորվելու եւ գնահատական տրվելու։ Ամփոփելով միտքս, պարոն Ղուշյան, ես ասեմ հետեւյալը, որ եթե պաշտպանական կողմի ներկայացած ապացույցների անգամ մոտ 50% բազան հասցնի ուսումնասիրի դատանը եւ տա օբյեկտիվ գնահատական, ակնհայտ է, որ արդարադատությունը կհաղթանակի։ Գիտեք, մենք բոլորս էլ իհարկե հույս ունենք, որ արդարադատությունը ամեն դեպքում պիտի հաղթանակի, այլապես հնարավոր չի այլ ձև մտածել։ Բայց հիմա մի ուրիշ հարց եմ ուզում անդրադառնալ, գիտեք, հաճախ մեղադրում են եւ անհիմն կարող է ասել, թե իբր մենք քիչ ենք անդրադառնում Բաքվում շարունակվող Արցախի վերնախավի այդ դատավարությունը եւ ընդհանրապես ռազմագերիների հետ կապված դատավարության գործընթացը։ Մի բան, որի հետ համամիջ եմ, որտեղ ամեն պատեական ոչ պատե առիթով մենք միշտ պատրաստ ենք դանել, ավելին ասեմ, բոլորովին վերջերս Մոսկվայից զանգել էին իմ մեծաթիվ գործընկերներից կազմված մի խումբ, ովքեր որոշել են լրագրողական անաչառ հետաքննություն անցկացնել այդ դատավարության հետ կապված եւ ցանկություն էին հայտնել, որ այդ ամենը իրենք լուսաբանեն Հայաստանում հենց ակտիվով հաշվի առնելով մեր այն անաչառ վերաբերմունքը այս ամենին, ինչին շատերը ականատես են ելնում։ Ես ուզում եմ լսել նաև ձեր կարծիքը իրավական հարթության վրա ինչպիսին է։ Շատ ակտուալ տեղին հարց էր, նայեք, սկզբնական շրջանում շատ որոշ իրավապաշտպաններ, այդ թվում նաև ես, մենք փորձեցինք իրավական հարթության վրա բարձրաձայնել եւ տալ որոշ գնահատականներ։ Այդ ընթացքում կոնկրետ իմ պահով եմ ասում, ստացա մեսիջ այդ անձանցից մեկի հարազատների կողմից, որ պարոն Մաղդասարյան, խնդրում ենք, որպեսզի հնարավորինս այս պահին քիչ բարձրաձայնվի եւ տրվի իրավական գնահատականը, մոտորապես մեսիջի տակ հետեւյալ հանգամանքներ դրած, որ Յարապ հանգարց Ադրբեջանի իշխանությունը չթշնամանա մեր մերձավորների նկատմամբ, քանի որ իրանք այսօր այնտեղ են նեղդրության մեջ են, եւ երկրորդ մեսիջը, որ կարծես այսպես թաքնված էր այդ բառերի տակ, որ ներքին համաձայնությունը հնարավոր տեղի ունենա, որպեսզի այդ անձինք բարենպաստ կարողանան այդտեղից դուրս գան։ Գիտեք, նման իրավիճակի շատ հաճախ իրավապաշտպանները հայտնում են նաև Հայաստանում, երբ քննիչը կամ դատախազը, հիմնականում քննիչները, հրավիրում է տվյալ պաշտպանյալի հարազատին եւ ասում է, գիտես, եթե ուզում ես քո տղան կամ քո ամուսինը եւ այլն դուրս գա կալանքից դուրս գա, ապա փաստաբանին փոխիր, ապա
այդ փաստաբանը կխառնի սախ եւ ավելի վատ կլինի քո համար։ Նման օրինակ համեմատական ես անցկացրեցի նաեւ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների մասով, որը իմ կարծիքը իմպերատիվ է, միգուցե դիմացինի համար սուբյեկտիվ է, այս իմպերատիվ եմ արձանագրում, առանց, այսպես ասած, ատամ ցույց տալու հնարավոր չի, որպեսզի բարենպաստ գործառույթներ իրականացնեն։ Ավելի զուգահեռ առանց միջազգային իրավական ակտերի իվնաս Ադրբեջանի հնարավոր չի, որպեսզի կարողանա բարենպաստ լինի նաև այդ լոկալ գործերով։ Ես որպես իրապաշտպան եմ արձանագրում հիմա ցանկացած գործառույթ, որը կսկսի իրավական հարցության վրա ընդդեմ Ադրբեջանի, բոլորը ավելի քան վստահ եմ հաղթանակով ավարտում ունենալ, ինչի որտեվ ամեն քայլափոխում Ադրբեջանը մեր հարևան այդ պետությունը երկիրը խախտել է տոտալ ձևով այն էլ խախտել իրավունքները, սկսած արցախցիների բռնի տեղահանումից վերջացրած այն գործառույթները, որ այսօր վերջինս իրականացնում է Բաքվի այդ դատական համակարգում։ Նման դեպքում ընդամենը պետքա հասկանալ հետևյալը. եթե նման գործառույթ մենք չենք իրականացնելու, ապա ցավով եմ արձանագրում, այնտեղ գտնվող նախ հասկանանք ովքեր են, ով այդ կոնտինգենտը, դրանք Արցախի բարձր դրան ներկայացուցիչներն են, բոլորը առանց բացառության, հա, ռազմական հասարակական գործիչներ, ղեկավար պաշտոն գրավող նախագահներ, պարոն Ռուբեն Վարդանյան եւ այլն, այդ վերջիններից այսպես ասած ճակերտներով արդարադատություն են իրականացնելու եւ բոլորին դատելու են, բոլորին ցմահ են տալու, ոչ մեկ թող չկասկածի։ Եվ այն ակնհայտ առերհույթ են խոսույթը, որ դուք հանգիստ մնացեք, ամեն ինչ կարվի, որպեսզի այդ անձիկ բարենպաստ դուրս գան, ուղղակի չի լինելու։ Նրանց դատելու են որպես ահաբեկիչների։ Ինչի, որովհետև այսօր միջազգային հարթության վրա, իրավական միջազգային հարթության վրա իրավական անգործություն է տեղ ունենում։ Եվ բավականին լավ կանաչ ճանապարհ, այսպես ասած, բացված հարևան մելիքության համար, որպեսզի աշխարհին ցույց տա, որ տեսեք, մենք բռնել ենք այն մեծ, այսպես ասած, թողներվի ձկներին, եւ եթե իրանք ահաբեկիչներ են, եւ եթե իրանք որպես ղեկավար գործառույթներ են իրականացրել բոլոր խախտումներով իրավական միջազգային են, ապա հետագայում նաեւ գնահատական են տալու Հայաստանի համար։ Հայաստանը եւս ահաբեկչական երկիր կարող է դիտվի, ես ընդհանրապես անում եմ ենթադրություն իրավական հարցության վրա։ Այսինքն ամփոփելով միտքս պարոն Հովշյան, եթե իրավական տոտալ գործառույթ չի իրականացվելու Ադրբեջանի դեմ, Ադրբեջանը Հայաստանի դեմ իրականացնում են, ինչ որ իրականացնում է, եւ այսօր դրա գործակիցները, այսպես ասած, այնտեղ բանտում գտնվող մեր հայրենակիցներն են։ Պարոն Բաղդասարյան, հիմա տեսեք, մենք մեր զրույցը մի բան ընդհատում ենք գովազդային հոլովակներով, բայց այսօր այդ գովազդային հոլովակները հատկապես մեր հեռուստաընկերության համար առանձին այսպես հետաքրքրություն են առաջացրել, թե ինչու ես կասեմ, նախ դիտենք գովազդային հոլովակներ, հետո վերադառնանք տաղավար։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Փակ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։
Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։ Շարունակում ենք ծրագիրը, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մեր հայտնի իրավապաշտպան փաստաբան Լևոն Բաղդասարյանն է մեր տաղավարում։ Պարոն Բաղդասարյան, մենք բազմիցս մեր ծրագրերում նշել ենք, որ հատկապես մեր մշակութային ծրագրերը այսօր մենք փորձում ենք իրականացնել հենց ձեր հովանավորության ներքո, եւ դա մեզ համար շատ կարեւոր է։ Ես ուրախ եմ, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում մի փաստի, որ չնայած եկամտաբեր չի, բայց շատ կարևոր է, հատկապես մշակութային ծրագրերը։ Ես հիշում եմ, երբ մենք սկսում էինք հեռուստաթատրոնի մեր շարքը, ես ասեցի, որ դիտումները քիչ են լինելու։ Դուք ասեցիք ոչինչ, եթե 10 մարդ էլ դիտի, հաշվեք, որ դա հաղթանակ է, որովհետև 10 մարդ կհասկանա, թե ինչ այսօր մեզ համար մշակույթ է, եւ դա շատ կարևոր է։ Իսկ հատկապես այս վերջին էլիտար սերունդ մրցույթը, որոնց են կացվում հանրապետության պատանիների համար տարիքային 3 խմբով մեծ հետաքրքրություն է առաջացել։ Ես ձեզ նույնպես հրավիրում եմ Կոմիտասի անվան տուն-թանգարանի մեծ դահլիճ, որտեղ շատ հետաքրքիր հանդիպում է սպասում եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար։ Պարոն Ղուշյան, ես եմ շնորհակալ Եզակի TV հեռուստաընկերություն իդեմս ձեզ, ում համար գլխավոր պլան է մղվում ազգային մշակույթը, ոչ թե շահը, որ պետք է այդ, ասենք, ցուցադրումից կամ չգիտեմ գովազդից գալու, այլ ձևավորել մշակույթ, առանց որի մենք դառնալու ենք իզգոյ, առանց որի մենք վաղը բարձնելու են փողոցում ով Հովհաննես Թումանյանը, պետք է ասեն լավագույն շաուրմանը։ Դա է խնդիրը, որ այսօր այո, Եզակի հեռուստաընկերությունն եք, որ տուրք եք տվել այնպիսի կարևորագույն մի ծրագրի իրականացման, որը կոչվում է ազգային մշակույթ։ Գիտեք, մեկ անգամ ես ուզում եմ իրոք շնորհակալություն հայտնել Կոմիտասը գյուղ գնալով, ավելին ասում են Կոմիտասը անգամ եւ ազգային երաժշտություն էր ցանկանում լսել, որ հետագայում մշակեր սարքեր ազգի սեփականությունը, անգամ տղամարդկանց ասում էր դուք մի երգեք, դուք գնում եք Ռուսաստան, տարբեր տեղեր եք գնում, մի փոքր ձեր այդ բանը փոխվում է երգեցողությունը։ Գնում էր լսում էր ամենաանբիծ, ամենամաքուրին անձնավորությունը, տվյալ դեպքում ասենք կանանց, որոնք ասենք այդ բնակավայրից տեղ չեն գնացել։ Ու հիմա նայեք տարիներ հետո մենք հիմա ետ ենք վերադառնում, նայեք մեր այսօր մշակույթի թողներվի ողբալի վիճակը, բացեք ցանկացած TV, բացեք YouTube եւ տեսեք ինչա կատարվում, ինչպես հայտնի երգիչներից Ռուբեն Մաթեոսյանը։ Չէ։ Հախվերդյանը, թողներինց։ Մայստրոն ես իր երգերով եմ մեծացել, դա ինչու՞ չէ նաեւ դա սիրակվել։ Հա, եւ ինչպես Ռուբեն Հախվերդյանն էր ասում, ամեն ինչ կա բացի հայկականից։ Այսինքն մի քիչ շատ տարածվեցի այս ծրագրի վրա, թող սա նաեւ որոշակի դոպինգ լինի այլ հեռուստաընկերությունների վրա, որպեսզի իրենք եւս փորձեն տարածեն։ Գիտեք, այսօր մարդու ականջը սովորը արևելա թուրքական մուղամային ինչ-որ բանի։ Մենք փորձենք հետ բերենք, որպեսզի հայ ականջը սովորի այն ինչը որ հայկական է, այն ինչը որ ժամանակին աշխարհները գրավ է։ Լավ, վերադառնանք մեր օրերը, իհարկե շատ այդպես ուրախ չէ պատկերը, բայց ուզում եմ վերադառնանք օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ամենակոռուպցիոն, այսպես կոռուպցիայի մեջ կոռումպացված է, ամենասարսափելին եւ ամենաանգերազանցելին այս առումով ձեր կարծիքը։ Գիտեք, ես շատ լավ է, որ ես երբևիցե կուսակցական չեմ եղել, չեմ եւ եթե մինչեւ այս տարիքը չեմ եղել, հետագայում եւս չեմ լինի, այդ պատճառով ես որպես անկախ դիտոր փորձեմ տամ գնահատական, ցանկանում եմ ազնիվ լինել։ Եթե մենք համեմատում ենք նախկինում դատական համակարգը ինչպիսին էր,
եւ ասեմ ինչպիսին էր, համակարգված կոռումպացված ղեկավարվում էր կենտրոնով, այսօր դրա մասին մենք չենք կարող այդպես ասել, թե նախկինում այսպես ասած կոռուպցիան խեղդում էր դատական համակարգը եւ գերակշիռ մասը ըստ էության հանրայք փաստեր գնայք փողոցում բանանեք առանց փողի դատականակ ժողովուրդը կասել որ չի լինի եւ քչերն էին այն ժամանակ տոկոս երևի չէին կազմում ովքեր իրավամբ արդարադատություն էին իրականացնում հա այսօր հակառակ process այսօր համակարգված կոռուպցիա չկա այո կա դատավորի տեսակ որ նախընտրում է ասենք առիթը բաց թողի միգուցե զբաղվի այդ կարգի գործառույթներով բայց անհամեմատելի է նախկին դատական համակարգը որպես իրավապաշտպան եմ ասում եւ այսօրվա եթե նախկինում գայի տեսուչը կանգնացնում էր մեքենան եւ հանրայդ փաստեր որ նայում է ինքը գրպանի թանես չգիտեմ 5 ռուբլի 10 կամ 5000 դրամ 10 կամ պետքա ներկայանաս կամ էլ պետքա ասենք մուծվես այսպես ասած հա այսօր հանրայդ փաստա մենք ապրում ենք այս երկրում նման բան չկա եւ եթե կա այնքան քիչ է որ տոկոս չի կազմում եւ այդպես ես կարող եմ շարունակել բայց եթե այսօրվա իշխանությունը հա մի կարևոր բան էլ ասեմ գնամ ընտրություններ որը կործանեց որը իմ սուբյեկտիվ կարծիքն է որի արդյունքում մենք ունենք այսօր այն պատկերը ինչը որ ունենք եթե նախկինում ծոցերից հանում էին բյուլետենը լցում էին եթե նախկինում համատարած գումար էր բաժանվում լինենք ազնիվ եւ ասենք այսօր որ դա ուղղակի բացակայում է այո կան դեպքեր բայց համակարգված եւ տոկոս չի կազմում հիմա եկանք հասանք այսօրվա իշխանության գործառույթներին եթե այսօրվա իշխանությունը այդ կամքը ունեցավ այսպես ասած քոքը կտրելու այդ նեգատիվ բաների հետ կապած բայց այսօրվա իշխանության կառավարիչներն չեն կարողանում երկիրը կառավարել եւ արդյունքում ինչ է ստացվում այսօր եթե քաղաքացու իրավունքը խախտվում է պայմանական եւ քաղաքացին դիմում է դատական պաշտպանություն կարա տևի ասենք 7 տարի 10 տարի եւ եթե այսօր քաղաքացին իր տարական իրավունքները պաշտպանելու համար օրերով, ամիսներով, ինչու՞ չէ, տարիներով պետական մարմինների դռներն է թակում, քաղաքացու մոտ հասունանում հետեւյալ կասրատիպ է։ Արա ասма բալավ չէր այն ժամանակ, բանա փողը տալիս էին, գործը սլնում էր։ Հիմա փողը ձեռս գործս չի լինում։ Այսինքն եթե նժարի վրա դու դնում ես, որ անձի ժամանակը եւ ըստ էության գրպանի բյուջեն, նժարը այո իրավամբ թեքվում է դեպի անձի ժամանակը, ինչի, որովհետեւ կյանքում երկու բան չես կարող դու հետ բերես, առողջությունը եւ ժամանակը։ Իսկ այսօր այդ քո իրավունքների խախտումը վերացնելու համար համ ժամանակ տա կորում, համ էլ առողջություն տա կորում։ Այսինքն ես չեմ ասում որ պետքա հետ գնանք եւ նախքին այդ իրավիճակում հայտնվենք, դա ուղղակի անթույլատրել էր եւ կրկնվում եմ այդ նախքին այդ բարքերի արդյունքում է որ իզգոյ կարգավիճակով Հայաստանը հայտնվեց այն վիճակում, ինչ վիճակում որ հայտնվեց, բայց միևնույն ժամանակ էլ մի բան է եւ դու կանխում ես այդ գործառույթը եւ մի բան է դրա տեղը բաց է մնում եւ դու չես կարողանում դնես այն կառավարիչին, այն պետական լիազոր մարմնին ով պետք է ունի պոզիտիվ պարտավորություն կատարելու իր գործառույթները գոնե մեղմ ասած մինիմալ ձևով ինչը ցավոք մենք այսօր չունենք Պարզ է Լավ պարոն Բաղդասարյան ասեմ որ իսկապես հարցեր շատ կան բայց ժամանակը գիտեք թրջում է եւ մենք էլ ունենք մեր պարտավորությունը փորձում ենք պահել մեր հաղորդումը իր ժամանակի մեջ բայց հույս ունեմ որ առաջիկայում մենք ունենանք նոր հանդիպում եթե ինչ-որ կարևոր բան ունեք ասելու խնդրեմ եւս մի կարևոր բան առաջիկայում դա դատական process-ն է պարոն Ղուշյան ես գիտեք այս ընթացքում եկա հետեւյալ մի եզրակացության միգուցե կա ինքը նեգատիվ կամ սուբյեկտիվ լինի այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում պարոն Ղուշյան երբ քաղաքական կուսակցությունները հայրենիքը դարձրել են մասնագիտություն իսկ իշխանության գալը սարքել են քաղաքական մենաշնորհ հիմա այս 2 ամիսը Վարդան Ղուկասյանը փակի տակը բացարձակ ինքը
գոյություն չունի եւ մենք ունենք այդ հետեւյալ պատկերը։ Այսինքն փորձ են կատարվում վերարտադրվեն նախկինները եւ ներկան, իմ կարծիքն է սուբյեկտիվ է եւ բացառապես թե դա ինչի կբերի նորից Հայաստան, թող հետեւություններ անեն քաղաքացին։ Իրավաբան Վարդան Ղուկասյանն սանիտարն է, որը որ կարողացավ հրապարակային հայտարարի, որ այլևս վերջ ստոպ։ Մենք պետք է բերենք մի կարգավիճակի երկիրը, որից հետո արդեն թող լինեն այդ կառավարումը, իշխանությունը եւ այլն։ Գիտեք, այն որ Վարդանը վաղը ազատության մեջ է լինելու, եթե իրավամբ եւ լինելու է դատան օբյեկտիվ գնահատական տա, կրկնում ներկայացված ապացույցները անգամ 50%-ն էլ որ քննարկի, իմ մոտ կասկած չի արեցում։ Սակայն ես չի ցանկանա, որ վաղը Վարդանը դուրս գար եւ ասեր շնորհակալ եմ քեզանից ապերախտ հայ։ Իմիջիալուց դա նժդեի խոսքն է, ես ազգբառ ուղակի այստեղ չավելացրեցի, ինչի որովհետեւ օրեկան ռեժիմով արդեն իմ մոտ արդեն չեմ ուզում կոպիտ ասեմ, զզվանք է դաժե հարուցում, հազարավոր մարդիկ նստած իրանց բազմոցների վրա ասում են լավ ինչ է ալնելու, լավ իրավաբանները մի քիչ խնդրում եմ էլի արագ աշխատեք, չգիտեմ ինչ անեք, Վարդան Ղուկասյանը տևական ժամանակ իր առողջության, իր էներգիայի, իր ներվերի հաշվին բացառիկ ասենք, դա բացառիկ էր, ես չգիտեմ, երկրորդ այդպիսի անձնավորությունում, կենսագրությունում չի եղել, եւ որը կարողացավ փաստերի ուժով բացահայտումներ անել եւ հազարավոր մարդկանց խնդիրները նա կարողացավ լուծել, հազարավոր մարդիկ, ովքեր այ քիչ առաջ խոսում էի կառավարման համակարգից, ովքեր տևական ժամանակ դիմում են եւ իրենց խնդիրների լուծումը չէին ստանում։ Եվ այսօր ձեր բազմոցներին նստած դուք բանա, ասենց թատերական բեմականացումը ինչ է, սպասում եք թե վաղը ինչ ալնելու։ Եվ ես ինձ չասեցի, վաղը Վարդանը դուրս է գալու եւ չի ցանկանա, որ ասեր շնորհակալ եմ ձեզանից ապերախտ հայեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր պարոն Ղուկասյան 1 միլիոնից ավել հայ կա, բայց դատական process-ի ժամանակ ամոթ չի 50-100 հոգի մարդ է դուրս գալիս։ Այսինքն մի դեպքում դուք բանը ցույց եք տալիս, որ այո եկավ նոր մարդ, նոր ծրագրով, նոր չգիտեմ ինչով, այո այնքան տղա էր կոպիտ ասած, որ հաշվի չառնելով ռիսկը, անվտանգությունը եւ հազար ձերի հարցերը, նաեւ առողջությունը, ժամանակը մարդը ում դեմ դուրս եկավ կոռումպացված սիստեմի դեմ, սիստեմ, որի բաղկացիչ մասն են ոչ միայն նախկինները, ոչ միայն ներկաները, այլ նաեւ շատերը, որոնք ունեն մեծ գումարներ, լուրջ գումարներ, եւ նա այնքան կար, որ կարողացավ դա ըստեյության դեմը դուրս գալ։ Իմիջիալոց արդից օգտվելով ես ուզում եմ տամ Հմայակ Հովհաննիսյանի անունը։ Իմիջիալոց ասեմ, հիմա արդեն շատացել են, զանգում են տարբեր տեղից, տարբեր, չգիտեմ, կարողություններից, կուսակցական ինչ-որ բաներից, բայց ինչով օգտակար լինենք, Հմայակը եզակի մարդն էր, Հմայակ Հովհաննիսյանը, պարոն Ղուկասյան, լավ բանը պետք է ասել, հա, որ առաջի քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, այսպես ասած, հասարակական գործիչներ, որ առաջի օրերին բարձրաձայնեց, որ ըստ էության տեղի անունում անձի նկատմամբ խոշտանգում, ըստ էության տեղի անունում նաև հասարակության այն օրինապաշտ խավը, որ այսօր իրոք ցանկանում է որպեսզի օրինապաշտ ապրի, նաև Վարդանին բռնելով նաև այդ անձանց նկատմամբ տեղի ունենում այսօր խոշտանգում։ Եզակի մարդներ, որ հելա բարձրաձայնեց եւ այո, անհրաժեշտ է որպեսզի քո իրավունքների խախտման համար յուրաքանչյուրը ինքը պայքարի։ Այստեղ բանա այնպես չի, որ իրավապաշտպանը մենակ ունի պոզիտիվ պարտավորություն, էլ իր առողջության, իր ժամանակի հաշվին փորձի անձին պաշտպանել եւ կապ չունի Վարդան Ղուկասյանը թե շարքային քաղաքացի։ Յուրաքանչյուրը ինքը պետք է պայքարի, նրա համար ինքը ինչը գտնում է, որ դա նորմալ է, որ դա օրինական է, որ դա բարոյական է։ Ամփոփելով միտքս, ես ցանկանում եմ, որպեսզի մենք բոլորս ինքնամաքրվենք, հասնենք մի մակարդակի եւ կարողանանք ձևավորել այնպիսի մի իշխանություն, որը իրավամբ կարողանա իր կառավարիչներով այս երկիրը սարքի օրինապաշտ նորմալ երկիր։
Եվ շնորհակալ եմ Պարոն Բաղդասարյան մեր ծրագրին մասնակցելու համար։ Ելի բարեկամներ հիշեցնեմ, որ իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանն էր այսօր Փակ TV տաղավարում։ Իհարկե առաջիկայում մենք նրան նորից կհրավիրենք, մանավանդ որ մայիսի 28-ին տեղի ունենալու այն դատավարությունը, ինչի մասին նա քիչ առաջ խոսեց։ Էնպես որ արդյունքները կամփոփենք առաջիկա թողարկումներից մեկում։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։